Նոր կանաչին տվող խորունգ ձորում խնկաբույրներ տարածվել։ Ամեն տարի հիշատակի ոգեկոչման աղոթքի օրը մարտաշատ է լինում այս ձորը, որը եղբայրական գերեզման է ավելի քան 12,000 զոհերի։ Հերերի ձորում, որը տեղի բնակիչները կոչել են Ջարդի ձոր, 1918-ից 21 թվականներին սպանվել են Ալեկպոլի, Ղարաքիլիսայի և հարևան գյուղերի բնակիչները, 1915 թվին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։ Այդ դժոխքը տեսածներն արդեն չկան, նրանց ջառավները պատմական իրողությունների փոխանցողներն են։ Որ մեր ժամանակ ես թուրքի ասկարը հավաքել երեխանց է գյուղի, ու սկսել է կնուտով ծեզել, այսինքն մդրագով, կսեր հերես կպատմի, ինքն է մեջն եղել, կսեր հավաքը մեր երեխանց այդպես կնուտով ծեզել, մենք չէ երեխեք էր, վրա կուդագվում են։ Հնդից հետո կսեր հրացանի բանը կողմեր մեջ է, բլուրի մեջ երեխանց ու խառնում էր իրար, ու երեխեքը փախնում էին, այսպես դաժան է եղել։ Անմոռանալի բան է չի կարելի ուրանալ։ Այսպես տեղեր բերելով երեխու մոտ արդեն մենք էլ ենք այդպես սովորել, մենք պատմելով, բանով լսելով ու մեր վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել, ներքին դաստիարակության համար էլ է սա պետք։ Ազգի կշտվելու համար է։ Տեսել մեր փոքրիկ ծիծեռնակաբերդն է Շիրակի մարզի, յուրաքանչյուրի սպարտն է ներկայանալ, ոգեկոչվել է ծաղկի, աղոթքի, խոնարհման, խնկարկման ձևով հիշատակի արժանվույն մատուցել մեր նահատակներին, մեր պապերին, մենք ի վերջո նրանց սերունդն ենք։ Ինքս մուշի սերունդներից եմ ես եւ բոլոր տեղերը լինելով հող ու ջուր վերել լցրել եմ հանգուցյալ հորս մորս վրա, համենայն դեպս ողջ ազգով պիտի կարողանանք ոչ թե վշտի ու դեմ լաց լինենք ու գլուխ խոնարենք ու կորցնենք մեզ, այլ պիտի մակարենք, պայքարենք հանուն ազգի, հանուն մեր ժողովրդի, հանուն վաղվա։ Վաղ առավոտի Ջարդի ձոր էին գալիս մեծով ու փոքրով, իրենց հուշերով ու պատմություններով հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ոգեկոչելու համար Ջաջուրից 3 կիլոմետր հեռու գտնվող ձոր են բարձրանում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։ Այս վայրում 1990 թվականին տեղադրվել է քանդակագործ Ռաշիդ Առաքելյանի հեղինակած հուշարձան խաչքարը։ Հեղինակը մեկ այլ մտահղացումել է ունեցել, որն անկատար է մնացել։ Այս մասին պատմում է քանդակագործի կինը Տիկին Լիան։ Կերտեմ խաչքար, սակայն այս անգամ դարերով սպասած հաղթանակի սահոտ։ Արարատիլերը։ Ուչը։ Խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհում, ծաղկեպսակներ դնում երկու մարզերի տարբեր ոլորտների աշխատանքային հանրույթները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Թեկուզ 110 տարի անց սերունդներ փոխվելուց հետո յուրաքանչյուր հայի սրդում է, յուրաքանչյուր հայի հոգում է, որովհետև մեկը չի կարող հայի մտքից անել մեծ ցեղասպանությունը, որովհետև մեկը չի կարող մոռացության տալ։ 20-րդ դարի ոճրագործությունը չմոռանալու, չուրանալու մեծ պատասխանատվություն է կրում նոր սերունդը։ Ամեն տարի Ջարդի ձոր են գալիս Գյումրիի Տիրամայր Հայաստան կրթահամալիրի սաները, հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նվիրված բաց դասի շարունակությունը, նաև այսօրվա երթներ։ Որն է մեր դաստիարակության հիմնական նպատակը՝ մնալ հայ, լինել ազգասեր, հայրենասեր, կուլ չգնալ օդար բարկերին ու կարողանալ պահել բոլոր այն բարոյական արժեքները, որոնք հատուկ են մեր ժողովրդին։ Գիտեմ, որ այս տարածքը ունի Ջարդի ձոր անունը, որտեղ մեր հայ կանայք իրենց նետել են վար այս լեռից, սարից, որպեսզի չձուլվեն թուրքերի հետ, թուրք տղամարդկանց կին չդառնան։ Պետք չէ մոռացվի, մենք հիշում ենք, իրենք էլ պետք է հիշեն ու միշտ պետք է հիշվի։ Սա մեր պարտականությունն է, որ իրենց սովորեցնենք, իրենց հարքանքի տուր կմատուցեն մեր նահատակ զոհերին։ Պատմությունը սերտելու իմանալու ճանապարհն են ընտրել այս աշակերտները։ Հերհերի ձորը եղբայրական գերեզման է ավելի քան 12,000 հայի համար։ Պատմական այդ վկայությունների մասին են խոսում տարբեր ժամանակներում այս տարածքից հայտնաբերված բազմաթիվ մարդկային ոսկորները։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։